Ինչի Մագնուս։ Մի քիչ ռոմանտիկ պատմություն է իրականում։ Ես ուզում եի ընկերության անունը այնպեսին լինի, որ մեջը ազնվությունը հնչի։ Անին Մագնուսի հետ միասին մասնակցել է Digitech-ին, նույնիսկ վերջի 2-ին։ Ոստեղ անգնահատելի է networking-ի հնարավորությունները, որ կա։ Միշտ լավ հին ընկերների եմ հանդիպում, նոր ընկերներ եմ ձեռք բերում, ծանոթներ ու դե բնականաբար վերջ-վերջո համագործակցություններ։ Իմ մոտ գիտես ինչ տեղի ունեցավ 2020 թվականին կհիշես, որ հայտարարեցին, որ բոլորս գնում ենք հեռավար։ Ես հիշում եմ այդ օրը, ուրբաթ օրը, ես օֆիսում նստած եմ ու ես հասկացա, որ այսօր, այս ուրբաթ շաբաթ կիրակի HR-ի մեջ բան է փոխվում։ Մարդը այն ժամանակ քո գրասենյակում նստած էր, հիմա էլ ինքը չկա։ Ես իմ HR ուսանողներին ասում եմ, ժողովուրդ, եթե ապաներ չանեք, ասենք օրինակ, եթե մարդը նախկին ընկերությունից կոնֆլիկտով է դուրս եկել, ուրեմն ստեղից էլ աշխատանքից կոնֆլիկտով դուրս կգա, ոնց որ չկա տենց բան։ Ես այս հարցը սկզբից պետք է տայի, բայց հիմա տա։ Ինչու՞ ես դու չեմպիոն։ Ինչու՞ ես չեմպիոն։ Մենք պայմանավորվել ենք, որ դու այդ հարցը չես տալու։ Բարև ձեզ։ Շարունակում ենք թեք նստենք շիտակ խոսենք անկեղծ զրույցների շարքը եւ այսօր մենք հանդիպել ենք Magnus HR ընկերության հիմնադիր տնօրեն Անի Մերուժանին։ Անի ջան, ողջույն, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ ես։ Կպատմես ինչ է Magnus-ը։ Բարև Խաչատուր ջան, տարօրինակ է իրար բարևելը, որ մի 20 րոպե արդեն զրուցում ենք։ Մերսի շատ հրավիրելու համար, ես նշեմ։ Magnus-ը HR եւ հավաքագրման ծառայություններ մատուցող ընկերություն է, մենք ասում ենք all-in-one HR and recruitment agency, հայերեն այդ all-in-one-ությունը դժվար եմ թարգմանում ամենը մեկում, հա, այն առումով, որ մենք միայն հավաքագրմամբ չենք սահմանափակվում, այսինքն միայն մարդկանց ընտրությամբ չենք սահմանափակվում, մենք նաև անցնում ենք աշխատողի հաջորդ փուլեր, զարգացում, մուտք, զարգացում, գնահատում, արդյունավետ աշխատանքային միջավայրեր եւ այլն։ Այս շատ երկար կլինի էլի, որ ամբողջ աշխատողի HR ցիկլը պատմեմ, բայց հիմնականում մենք օգնում ենք ընկերություններին գտնել տաղանդաշատ մարդկանց եւ իրենց արդյունավետորեն պահպանել։ Ինչի Magnus։ Լեսի, այդ մի քիչ ռոմանտիկ պատմություն է իրականում։ Ես ուզում եի ընկերության անունը այնպեսին լինի, որ մեջը ազնվությունը հնչի, երկու պատճառով, մեկը որովհետեւ ինձ համար է դա շարունակ կյանքի ընթացքում ձևավորվող արժեք, երկրորդն էլ recruitment agency-ներին շատ չեն վստահում։ Ու ես ուզում եի, որ մեր անունի մեջ այդ ազնվություն թափանցիկությունը հնչի։ Հետո գնաց տեսա Noble HR կա, ու ստեղից սկսվում է պատմության ոչ ռոմանտիկ կտորը, Noble HR կար, արդեն իսկ միջազգային էջենսի էր, մենք մեր ընկերների հետ գնացինք գտանք Noble-ի լատինական անվանումը, որը որ Magnus-ն է։ Ու տենց ընկերության անունը դրեցինք Magnus HR։ Հետո իմացանք, որ շախմատիստ էլ կա Magnus անվան։ Շատ հետաքրքիր է։ Ես նենց արագ սկսեցինք, ես մոռացա ասեմ ինչի համար ենք հավաքվել։ Այո։ Ուրեմն մեծ դիտողներին հիշեցնեմ, որ սույն թվականի հոկտեմբերի 10-ից 12-ը Meridian Expo կենտրոնում տեղի է ունենալու Digitech 2025-ը, մեր հոբելիանականը, այսինքն 20-րդ տարին է, 20 տարի ենք նշելու ու շատ մեծ, երևի նախորդ տարվանից 2 անգամ մեծ կամ 1.8 անգամ մեծ, ու ուզում եմ հիշեցնել նաև, որ Անին Magnus-ի հետ միասին մասնակցել է Digitech-ին, նույնիսկ վերջի 2-ին, այսինքն 24 եւ 23 թվականներին։ Ու խնդրում եմ քեզ, կիսվես փորձով, ինչ ստացա 24 թվականին, արդյոք ինքը հաջող էր ձեր համար որպես տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառում ու ինչ պլաններ կա նաև 25-ով։ Դե միանշանակ մասնակցելու ենք, մեզ համար, որովհետև ինքը միանշանակ ստացված պրոդուկտ է, առհասարակ իվենթներին ես միշտ շատ մեծ քննադատությամբ եմ նայում, որովհետև իվենթա շատ ենք, ոչ միայն Հայաստանում, այլ նաև գլոբալում, ճիշտ է COVID-ի պատճառով մի քիչ պակասեցին, բայց հետո նոր թափով սկսեցին։ Ինչի մասնակցեցինք, սկզբնական հատվածում չգիտեմ, կհիշես թե չէ, որ 2023-ին մենք իրար հետ HR Day-ը կազմակերպեցինք, Սարգսին զանգարեց, ասեց, որ կարիք ունենք HR-ի շուրջ ֆոկուս ստեղծելու ու կարելի ասել իմ եւ Digitech-ի ռոմանտիկ կապը տեղից է սկսվել, որ մենք մեզ համար շատ կարևոր է որ դա ստացվի։
ու ոնց որ Digitech-ին մասնակցելը դեռ այդ ժամանակվանից ուներ համ մի քիչ նեղ, համ էլ լայն իմաստ, նեղ իմաստ այն առումով, որ սա ինձ համար եւ մեզ համար հարթակ է HR-ի մասին խոսելու, պատմելու, community-ին վերադարձնելու, հետաքրքիր սփիքերներ ունենալու, մենք 2023-ին դա արեցինք, խոսում էինք շատ ժամանակակից թեմաներից, որոնք որ նաև ակտուալ են հիմա, որոնք որ գնալով էլ ավելի ակտուալ են դառնում։ Իսկ 2024-ը նաև ավելի լայն իմաստացավ այն առումով, որ մենք որպես ընկերություն ի հայտ եկանք, շանս 23-ին էլ կայինք։ Ինչն է իմաստը։ Դե ամենաառաջինը արդեն ասեցի, որպես HR ծառայություն մատուցող ընկերություն Երևալ, ուստեղ անգնահատելի է networking-ի հնարավորությունները, որ կա, միշտ լավ հին ընկերների եմ հանդիպում, նոր ընկերներ եմ ձեռք բերում, ծանոթներ ու դե բնականաբար վերջ-վերջո համագործակցություններ։ Այս առաջին, չէ, այս երկրորդ։ Առաջինը HR-ի մասին պատմել։ Ու երրորդը հարազատ միջավայր է Digitech-ը։ Չգիտեմ, ձեր նպատակների մեջ կար այդ հարազատության միջավայրը ստեղծելը, բայց ինձ համար այդպեսին է։ Այո, ձեզ։ Էն էլ ինչպեսին։ Տես, ճիշտ է, իհարկե հարց չէր ինձ, բայց վերջի երկու, հատկապես այս երրորդ տարվա համար մենք այդ խնդիրը համար մեկն ենք դրել, որ ցանկացած ընկերություն այցելու կամ գործընկեր պետքա Digitech-ում ստանա այն ամեն ինչը, ինչի կարիքը ինքը ունի ու ինչը որ մենք իրականում կարողանանք տալ, հա։ Ու այդ ֆոկուսը մարդկանց ֆոկուսը շահառուներին, շահառու բառը մի քիչ լավ չի հնչում։ Stakeholder-ներին։ Չէ, ես շահառու եմ ասում, stakeholder-ը գրափարերն է, ինչպես ասում է մեր Գարիկը, որ ու ամեն ինչ անում ենք իրականում, եթե մասնակցել ես 23-ին, 24-ին էլ տեսնում ես, որ մենք ամեն ինչ անում ենք, որ համ այցելուն կարողանալի արժեք իրան զգա, տաղավարների, չգիտեմ, գծագրությունից սկսած վերջացած լուսավորությունից, ձայնից եւ մյուս կոմպոնենտներից, բոլոր դետալները, որ բոլորը գոհ լինեն, ոչ թե մի կողմը։ Ու միշտ աշխատում ենք հետադարձ կապի հետ, այսինքն փորձում ենք լսենք, քեզ ենք մի քանի անգամ լսել, հիշում ես նախորդ տարի։ Հա լսենք ու արագ արձագանքենք, որ կարողանանք այդ բոլոր խնդիրները դե պատկերացրա, եթե դու անում ես Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումը, չի կարող չլինել խնդիրներ, բայց այդ խնդիրներին արագ արձագանքելը ու սրտացավ լուծումներ փնտրելը այդ մեր, այսպես ասեմ, առաքելությունն է ու դրա արդյունքում է նաև որ հաջողում ենք։ Հա, ես այդ օր փոփոխությունը երևում է, կներես մի հատ օրինակ բերեմ, 23-ի համեմատ 24-ին մենք ունեցանք այդ տեխնոլոգիական լուծումը networking-ի, այդ որ application-ը քաշում ես, նկարվում ես եւ այլն, փոքր բան է թվում է, թե, բայց ընդհանրապես փոքր չէ, էլի կարող է օգտագործողի համար այդ թվա դե հա դա եղած է ինչ է, բայց մի ամբողջ application է գրվել իր բոլոր մանրամասն ֆունկցիոնալով։ Ես, հա, 20 օրը մեկ չէ գրել, հա, այդ հիշում էի դու ասեցիր այդ թիվը, ես արմացա։ Գիտես չէ, առաջինն էլ հենց իմ ու քո նկարն է, որ դու տենց բացեցիր տեստը իրանում, էդի հələ նա ինչ լավ բան են գրել։ Task sensor-ն է, չէ՞, հա։ Ռաֆայելին բարևներ։ Ռաֆայելից հետ իրանց հետ աշխատել ենք, շատ ենք սիրում իրենց։ Մի խոսքով, բաներ, ոնց որ կարևոր չի ինչքան թերություն կա, կարևորը դու այդ թերությունների ուղղությամբ ոնց ես աշխատում եւ առաջինը գիտակցում ես իրան ու հետո ինչ որ քայլեր անում ես, թե չէ։ Իսկ երբ որ 1, 2, 3, 4 անգամ դու ֆիդբեք ես տալի ու ինքը գնում է պատին կպնում, հետ գալիս ոչ մի բան չի փոխվում, արդեն հաջորդ անգամ ոչ մի ֆիդբեք էլ չես տա։ Այս բոլոր միջավայրերում էլ տենց է։ Իվենթի կազմակերպումից սկսած էլ աշխատողների հետ փոխհարաբերությունները կառուցելիս էլ էլի։ Այդ աշխատողների փոխհարաբերությունների մասին կուզեմ մի քիչ ավելի խորը խոսենք։ Վերջերս մեր ԱՏԾՄ գրասենյակում դու ներկայացնում ես մի հատ հետաքրքիր թեմա, հիմա վերնագիրը չեմ հիշի, բայց շատ տպավորիչ էր իմ համար, անկեղծ շատ։ Մերսի։ Ուզում եմ կիսվես քո փորձով Հայաստանում աշխատակիցների հավաքագրման ու ոչ միայն հավաքագրման, այլ նաև իրանց ոնց ձևակերպեմ ապագան ու արագաճը կազմակերպելու այդ secret sauce-ով, հա, այսպես ասեմ, այսինքն որ աշխատակիցները միայն չգան աշխատանքի ինչ որ տենց ժամային հստակ ճիշկա դնել ճիշկաներով, հա, ու իրանք հասկանան ու նաև ընդունեն, որ աշխատանքի հետ մենակ ժամ չի, այդ նաև անձնական աճա ու բոլոր ուղղություններով։ Մենք ԱՏԾՄ-ում գիտես ինչ ահավոր տեմպերով ենք առաջ գնում, հա, բոլոր ամբողջ թիմը ահավոր տեմպերով է գնում։ Ես ուզում եմ հասկանամ դու Մագնուսի շրջանակներում նմանատիպ process-ները ոնց ես կազմակերպում, այսինքն ինչ հենքերի վրա արժեքներ, սկզբունքներ, քիչ ավելի բացված էլի։
Այսօր ճանապարհին ստեղ գալուց էի մտածում, որովհետև կարծում եմ, որ կտաս այդ հարցը էլի HR-ը ոնց է փոխվում աշխատակազմը, ինչ աշխատակիցների հետ փոխհարաբերությունները ինչ ալիքների մեջ են։ Նայ, միջև մի 3 տարի առաջ ես մտածում էի այն խնդիրները, որ մենք ունենք եւ այն մարտահրավերները, որ մենք ունենք, չափազանց հայկականացված են։ Օրինակ արդյունավետություն, օրինակ աշխատաժամանակը մաքսիմում արդյունավետ կիրառել, ներգրավվածություն եւ այլն, հեսա կպատմեմ այդ մարտահրավերներից։ Հետո երբ որ սկսեցինք Magnus-ով դրսի ընկերությունների հետ աշխատել, տարբեր շատ, ընդհանուր Իրաք, հիմա Իսրայել, Անգլիա, Արգենտինա, ասես տարբեր աշխարհի գլոբուսի տարբեր կետերից ունեցել ենք համագործակցություններ։ Տեսա, որ այդ HR-ական խնդիրներն ու մարտահրավերները ըստ էության նույնն են, ուղղակի ամեն երկրում իր սպეციფიկաներով։ Հայաստանում մի յուրահատկություն ունենք, որ մենք առաջադեմ չենք մարդկային ռեսուրսների կառավարման որպես ոլորտ, այսինքն դեռ մենք հետևող կարգավիճակում ենք, այսինքն այն ինչ որ բոլոր դրական տենդենսները որ տեղի են ունենում կամ բացասականները ավելի ուշ է մեզ հասնում։ Ինչու՞։ Դե պայմանավորված ոլորտի ավելի ուշ տեղ պատճառներ շատ են, որտեղ մենք post-սովետ երկիր ենք, որովհետև մենք կոլեկտիվիզմով ենք ավելի շատ աշխատել, կապիտալիզմը ավելի ուշ է եկել Հայաստան, շատ են պատճառները։ Ու իդեպ tech ոլորտը HR-ի առումով օրինակային է։ Այսինքն բոլոր դրական տենդենսները Հայաստանում ծնվում են իրականում tech ոլորտից ու հետո գնալով տարածվում են արդեն մնացած ոլորտներ։ Հիմա ինչ վերաբերում է ինչ յուրահատկություններ կան, ինչ նշանակում արդյունավետ աշխատանք եւ այլն, փոխվում է։ Իմ մոտ գիտես ինչ տեղի ունեցավ 2020 թվականին կհիշես, որ հայտարարեցին, որ բոլորս գնում ենք հեռահար, որն է ճիշտ, հեռավար։ Ես հիշում եմ այդ օրը, ուրբաթ օրը, ես օֆիսում նստած եմ ու ես հասկացա, որ հեռահարը հերթին։ Հա, հիմա որն է ճիշտը, հեռավար, վեյով։ Okay։ Ու ես հասկացա, որ այսօր, այս ուրբաթ շաբաթ կիրակի HR-ի մեջ բան է փոխվում, այսինքն մարդկային ռեսուրսների կառավարումը լրիվ փոխվելու է, որովհետև դու մի հատ տոտալ ուրիշ միջավայրի հետ ես աշխատում։ Մարդը այն ժամանակ քո գրասենյակում նստած էր, հիմա էլ ինքը չկա։ Հիմա ինքը արդեն տնից է աշխատում։ Դա մի հատ ալիք։ Երկրորդը մի հատ էլ ինքը սկսեց հետ գալ օֆիս մասամբ, այսինքն հիբրիդ աշխատանքային միջավայրեր։ Մի հատ էլ հիմա նոր տենդենսն է 2022-ից է աճել ասինխրոն աշխատանքային միջավայրեր։ Այդ ասինխրոնը Երբ կուզեմ կաշխատեմ, դու ինձ մի ասա։ Ահա, ժամ չկա եւ այլն, շեշտը բացառապես դրած է արդյունավետության վրա, շատ հետաքրքիր մոդել է GitHub կամ GitLab, այս ընկերությունից մեկն է առաջինը դրա ոնց որ էլի թեքից է եկել։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Այս պահին ինչի այսքանը պատմեցի, որ ասեմ հետեւյալը, որ ունիվերսալ պատասխան չկա այդ հարցին, ինչա հիմա տեղի ունենում։ Եթե դու ինձ հարցնես, ես պետք է ասեմ հիմա այսօր 2025 թվականին ինչա տեղի ունենում, որովհետև շատ արագ է փոխվում ամեն ինչ, հա։ Այն մոտեցումները անձնակազմի կառավարման մարդկանց մոտիվացնելու, ներգրավելու եւ այլն, որ մենք ունեինք 7 տարի առաջ ասեմ, բացարձակ հիմա էլ չի աշխատում։ Ու այս ձեռքը պուլսի վրա պահելու պարտականությունը HR management այդ երկուսինն է իրար հետ։ Ասինխրոնի արդյունավետության մասը ես կիսում եմ, իրականում կարևոր չի մարդը ինչ ներգրավվածությամբ է աշխատում, նոր ասում եմ, հա, այդ 96-ի պտիչկայի տրամաբանության շարունակությունն է, բայց այդտեղ շատ կարևոր է իմ կարծիքով են, եթե ես իհարկե իրավունք ունեմ այս հանդիպան շրջանակներում կարծիք հայտնել, պետք է հասկանալ արդյունավետություն ասվածը, այդ երկու կողմերը արդյոք ճիշտ են հասկացա, այսինքն ինչ որ մեկի մոտ խնձոր չի, մյուսի մոտ տանձ, երկուսի մոտ էլ ձմերուկ է, այսինքն ձմերուկի արդյունավետությունը հստակ բոլորի համար բարձր, որ օրինակ չգիտեմ, այս ժամանակահատվածի համար այս նպատակի համար հասնելու համար այս գործիքները եւ այլն կամ այս գործողությունները, այդտեղ է շատ ոնց որ գաղտնիքը, այդ ոնց է կառավարվում։ Դա ամենամեծ gap-ն է, ասենց ասած, ամենամեծ բացն է բոլոր ընկերությունների, որովհետեւ իդեալական կատարողականը performance-ը սկսվում է իդեալական սպասելիքները հստակեցնելուց։ Ինչ ենք մենք քեզանից ուզում։ Իսկ հիմա մենք շատ անորոշ իրավիճակում ենք գտնվում, հա, նայ, ինչ տեղ ունեցավ, հա, ոնց որ ընկերությունների վրա տնտեսական ճնշումը շատ է, միջազգային գլոբալ շուկան, բնականաբար այդ քիչ-քիչ նաև եկավ Հայաստան։ Մյուսը պատերազմները, մյուսը COVID-ը եւ Իրանով պայմանավորված բոլոր այդ ստրուկտուրալ փոփոխությունները, որ եղան, եւ իհարկե AI արհեստական բանականությունը։
Հա, ու ոնց որ հիմա շատ է մարդկանց անորոշության զգացումը առհասարակ այս ամենը ուր է գնում։ Ես այն օրը կարդում էի, որ այս տարի 2025-ին օրը միջինում 430-ի կարգի աշխատանք է կրճատվել։ Աշխատատեղ, հա, հաստիկ է դուրս եկել։ Էդ էլ է բավականին լուրջ թիվ է, էլի, որ sense նայես, դե կարող է չգիտեմ +100 -100, այդ ինչ որ ստատիստիկա էր, չեմ հիշում աղբյուրը, բայց մի կողմից է դա, լեյոֆերը շատ են աշխատանքից ազատումներ, մյուս կողմից բանը բոլոր այդ փոփոխությունները, որ նշեցինք, եւ այն որ այսա արհեստական բանականությունը հեկավ, հեսա բոլորից կփոխարինի, կամ մյուս հայտնի կարծիքն էլ շատ բան, արհեստական բանականությունը չի կփոխարինեն այն մասնագետները, ովքեր օգտագործում են արհեստական բանականություն։ Ոնց որ sense երկու լուրջ բարձր արտահայտություն է արվում, բայց դիտալների մեջ շատ քիչ ընկերություններ, մասնագետներ ու մենեջմենթ է խորանում։ Ինչի ես ամեն ինչ ասեցի, եկավ այդ քո տանց մերուկից, որ հա կարևոր է, որ երբ որ մենք նայում ենք կատարողականին մարդուն, աշխատողի հայացքը եւ ընկերության հայացքը նույնը լինի։ Ինչ ենք մենք քեզանից վերջի-վերջո սպասում։ Դու տարբերակ ունեիր, այն երկու տարբերակից բացի։ Ուսուցումն է, Խաչատուր ջան։ Այս AI-ը մեզ կփոխարինի, մյուս կողմն էլ ասում է, որ կփոխարինեն մարդիկ, ովքեր տիրապետում են AI-ին։ Ես իմ երրորդ տարբերակը այդ երկուսի միջի կամուրջն է, որը որ նշանակում է շատ པարզ լեզվով չգիտեմ։ Այսինքն ինչ կլինի, ով կփոխարինի, ոչ մեկ չգիտի։ Ես վերջերս տենց AI ոլորտի հենց իր այդ ոդկասթանում Աննայի ինքը ասում է, օրինակ չգիտեմ, քվանտային համակարգիչները իրանց հաջորդը ինչն է կամ ինչ են պատրաստվում անեն, ոչ մեկ չի կարող կյանքում գուշակի։ Իմ համար սենց է անորոշության դեմ պայքարելու լավագույն մեթոդը դա ուսումնասիրելն է։ Օրինակ ես ինչ արեցի, հենց իմ օրինակով իմ մոտ էր պանիկա։ Այդ գիտես երբ սկսվեց 2022-ից, երբ որ իդեպ 2022-ի վերջ 23-ի սկիզբ ամենաշատ լեյոֆներն են եղել աշխարհում, թեքում։ Այդ ժամանակ որ մի րոպե բա ինչ է կատարվում, գիտես ինչ արեցի, վերցրեցի այն լուրջ ինվեստմենտ ընկերություններից, ովքեր որ ինվեստիցիա են ստացել, HR soft-երը, հələ որ իրանք նոր են ինվեստմենտ էտապներում են, որ 4-5 հոգանոց թիմեր են եւ այլն, seed funding-ի էտապում են, սկսեցի իրանք հիմնադիրներին գրել, ասի ժողովուրդ կգաք շփվենք, ես HR եմ, Մագնուսն եմ, մենք սերվիսներ ենք մատուցում եւ այլն, կլինի դեմոներ անենք, հասկանանք, որ գոնե ինձ համար at least իմ մասնագիտական landscape-ում, հա, դաշտում հասկանալի լինի ինչ է կատարվում։ Հետո պարզ AI կուրս վերցեցի ու այս իդեպ ոնց որ անիական բան չի, էլի հետաքրքիր ստեղ բան կա, որ շատ ընկերություններ են խոսում AI-ի մասին, օրինակ այս տարի գնահատել էին ինչ որ գլոբալ $300 միլիարդ ավել գումար են ուզում դնեն AI տեխնոլոգիաների մեջ, բայց այդ ընկերություններից, այդ investment ընկերությունից կամ պրոստ ընկերությունից ինչքան նա պատրաստ աշխատողին սովորացնելու AI հմտությունները, որտեվ չես կարող էլի երկուշաբթի ժամը 8-ից սկսես AI օգտագործել, այտենց չի լինում։ Պետք է սովորացնել։ Այ, այս մեր Digitech-ի, այսինքն հոկտեմբերի 10-ից 12-ի Digitech-ի կարևոր topic-ներից մեկը AI-ն է։ 3 հիմնական ուղղություն ունենք՝ grow hacking, AI ու venture capital ինվեստորների ներգրավում Հայաստան։ Առաջինը որ ասիր, կներես չլսեմ։ AI grow hacking։ Հա, grow hacking։ Grow hacking-ի հայերենի չգիտեմ ոնց է լինում։ Aji hacking։ Aji։ Որս, ինչ որ։ Հա, ինչ որ պետք է գտնի դրա բանը։ Հա։ Ու հա, AI-ի հետ կապված քո ասած ու մեջ բերած նաև թեմաների հետ համաձայնում, ուղղակի այստեղ ինչ որ պանիկայի կարիք вообще չկա։ Ահա։ Գուցե ես այդքան ինֆորմացիա ու գիտելիք չունեմ, կարող է եւ պետքա պանիկա անել, բայց մարդուն երբեք ոչինչ չի փոխարինի։ Ահա։ Ինչի՞ ես դες կարծում։ Որովհետեւ մարդը այնց արած է, որ ինքը եթե ուզենա իր ուղեղը այնց շատ ավելի արագացնի, կկարողանա արագացնի։ Այնտեղ միակ խնդիրը, որ կարող է էմոցիաները չթողեն կամ այլ ինչ որ հանգամանքներ կամ օրինակ առողջությունը կամ տարիքը։ Բայց այս մեր շփումը, հա, հիմա դու պատկերացրա, մեր դիտողներն կան ենթադրեն, որ օրինակ ես գալագրամա եմ։ Կարաս պատկերացնես։ Դե միշտ որ ասում են կարաս պատկերացնես, ասում չունեմ այդքան ինֆորմացիոն հիմք որ պատկերացնեմ, իրավիճակը կգա կպատկերացնեմ, բայց ես էլ եմ այտենց նայում, ոնց որ
ապագայի վերաբերյալ ինչ կարաս անես, ինչն է քո վերահսկողության տակ, ուսումնասիրել, սովորելը կարաս դա անես, հա կարաս։ Կարաս մնաս դրակոն, ասես ես բան եմ, ինչ որ գնաս քո ամրոցում փակվես, ոչ մի բան չուսումնասիրես ու անհետանաս, տենց էլ կարաս անես։ Ոնց որ քո սեփական որոշումն է դա։ Այսինքն եթե դու անգամ հստակ նպատակը թիմա չգիտես, հա, գոնե ինչ որ դրական փոփոխություններ անես այդ ճանապարհին, հնարավոր չի էլի մի կետի չհասնես։ Հա, համաձայն եմ։ Դες ուղղակի արագ ամեն ինչ զարգանում, մարդիկ չեն հասցնում հա, մի բանից մյուսի անցումը բան տանել, հա, տենց սահուն տանել, հա, սահուն տանել։ Ժամանակին նույն քո ասած 10 տարի առաջ, երբ որ AI-ը չկար, մի քիչ ավելի շուտ բիզնես process-ները էլի նույնն էին, հա, թեք համայնքներ էր, նույնը չէին, հիմա տեխնոլոգիաները շատ են զարգացել, բայց ոնց որ ավանդական եւ ոչ ավանդական բիզնես process-ները նույնն էին։ Հիմա AI ինձ թվում է օգնում է որ այդ process-ները ավելի արագանան, բարելավեն, ավելի եթե օրինակ շուկայի հետ կապված հետազոտությունները շատ լինեն, եթե կոմունիկացիայի հետ կապված բառերը շատ գտնեն, հա, եթե դες փորձեն պրիմիտիվ օրինակներով ասեմ, բայց իրանք օգնում են քեզ ինֆորմացիան ունենալ ձեռքի տակ։ Եթե մենք այն ժամանակ Google-ը որպես հայտնություն էինք ուրախանում, որ դες Google արեցի դες, հիմա դու կարողանում ես մի քայլ առաջ ուղղակի ինֆորմացիան արագ հավաքագրես քո ուզած ընդհանրապես, բայց թե այդ ինֆորմացիայի հետ դու ոնց կաշխատես, այդ արդեն քո գլխի միջի որոշումներից է կախված։ Մենք ընդհանրենք ինչ որ բան ունենք, հա, position ունենք, ոնց որ ես շատ եմ խոսում, բայց ոչինչ։ Ինչ position ունենք, HR-ական բանը հարցազրույց է դառնում քիչ-քիչ։ Վերջում դուք ասես ձեր հետ է շնորհակալություն։ Մեր խաչատուրը։ Ինչ էր, հա, ասացի հաստիկ ունեիք, position ունեիք, հա։ Տենց job description պիտի գրեինք, աշխատանքի նկարագիր եթե հայերեն։ Դե տենց դժվար է, չէ՞, երկար ապտի տենց դնես գրես, կիմանաս։ Ահա, իհարկե։ Տենց խնդրեցինք AI-ներին մի քանիսին անունները չտանք մեզ չճանաչեն, որ իրանք գրեն տան։ Իրականում 3-ի գրածները տենց մեկտեղեցի ու ստացա շատ ֆանտաստիկ բան։ Իհարկե կարայի գտնեի, գնայի, նստեի, տենց կարդայի ամեն տողից մի հատ վերցնեի, տենց իրար տակ գրեի, բայց այդ ուղղակի հեշտացրեց, արագացրեց, պրոստը այդ position-ով մարդ չգտանք։ Դիմեք Մագնուսին գտնենք։ Անպայման, բայց հարցն է, որ ինքը նենց բաներ, տենց պուպուշ, տենց իդեալական position-ներ գրել, ես եմ thank you եմ ասում վերջում։ Այս մարդուն, որ ես գտնեմ, իրան բաց չեմ թողի ձեռքից ասել։ Այն բանը վերջից լսում եմ, որ այնց OpenAI հիմնադիրը ասում է բանը ձեր thank you-ների ու please-երի վրա ինչքան token-ներ ա գնում, ինչքան junk ա գնում, բայց էլի մեկը, երբ որ ինչ-որ մի հատ AI-ով անում եմ, իդեպ մի հատ գործիք նշեմ շատ լավն է, հատկապես HR մասնագետներին է շատ պետք կգա, նոթբուքի LM-ը օգտագործել ես, Google-ի ես, լես ինքը ֆանտաստիկ պրոդուկտ է, իրան տենց լիքը սորսեր ես տալիս, աղբյուրներ, գրքեր, հոդվածներ, ընդհանուր YouTube-ի վիդեոներ, ու ինքը այդ ամբողջը հավաքական կումուլյատիվ վերելուծում է, ու քեզ տալիս է դրա ամբողջական պատկերը, կոպիտ ասես դու կարաս 3 հատ խոր չէ, ինֆորմացիան ամփոփում է։ Կոպիտ ասես դու իրան կարաս ասենք բանը Մատ հաջող ինչ է չեք ասում։ Էլի չասեցին քո հաջող։ Բանը, ասենք օրինակ չեմ, այս վերջից ես data analytics-ի, people analytics-ի վերաբերյալ օրինակ workshop ունեի, Եվան որ գնում է այսօր այդ workshop-ը։ Բանը, վերցեցի 3-4 գիրք, որոնք որ կարդացել եմ, ուղարկեցի իրան, դե Անի ջան, արի գնա այդ 3-4 գիրքը հարյուրավոր էջեր թերթի ու կարևոր նյութերը բեր քո պրեզենտացիայի մեջ, ասենք օրինակ տալիս եմ իրան, ասում եմ այս 4 գրքերից միասին ինձ տուր ստատիստիկա ամենատարածված մետրիկաների վերաբերյալ, օրինակ, ինքը տենց կումուլյատիվ քեզ տալիս է ու նոր մի հատ էլ feature ունեն, ասենց ինտերակտիվ ոդկաստ են սարքում, 2 հոգի խոսում է իրար հետ նյութի վերաբերյալ ու դու կարաս միջնորդես, կարաս պաուզա անես, հարց տաս, в общем, ֆանտաստիկ է էլի։ Այսինքն այդ քո ասացին որպես օրինակ ես բերեցի, որ իրոք իրան եթե կիրառեսի օգուտ, lazy լամայություն չանես, էլի, ասես թող ինքը իմ տեղը գործանի, որովհետև բալուվում դու պետք է աշխատես, ուսումնասիրես, ոնց որ իրան որ կանաս at least ճիշտ prompt-եր տաս կամ ճիշտ ձևով աշխատաս, այդ դեպքում միանշանակ լավն է։ Ես AI-ի մասնագետ չեմ, չգիտեմ էլի բնականաբար, բայց ինչքանով որ ես եմ կիրառել
հրաշալի է, միայն օգնում։ Կարանք փաստենք, որ կրթվելու եւ զարգանալու գործիք է դեռևս, միջև տեսնենք ինչա լինում։ Հա, միջև տեսնենք ինչա լինում։ Տեսնենք ինչա գալի գլխներից։ Իդեպ գլխներից գալու հետ կապված։ Երբ որ դուք Մագնուսով աշխատում եք ընկերությունների հետ ու, ասենք, չգիտեմ, հայտ է գալի, որ մեզ SSS տիպի մարդ է պետք։ Դուք առաջի ու ամենակարևոր բանը ինչի վրա եք ուշադրություն դարձնում գործատուին հարցը տալուց։ Ոչ թե որ մարդուն փնտրելուց, այլ գործատուին հարցը տալուց։ Հա, նայ, մի քիչ հերվից կամ agency-ները հատկապես գործակալությունները հատկապես բանում ԱՄՆ-ում, երբ որ ահռելի մեծ շուկա է, իրանք շատ կենտրոնացած են առանց կարծրատիպելով բոլորին, ասեմ, որ ճնշող մեծամասնությունը կենտրոնացած է արագ քեշի վրա, այսինքն արագ հաստիք փակելու, արագ գումար աշխատելու վրա։ Ու ոնց որ իրանք այդքան էլ խնդրեմը չունեն հեղինակության, դե չեմ ասում են գիգանտները, որից բոլորս սովորում ենք, էլի, բայց ռեալ հնարավոր է, օրինակ ասենք ԱՄՆ-ում, երբ որ թեքի համար հրաշք տարիներ էր, ասենք օրինակ 2021-ին արագ բացել մի հատ գործակալություն, արագ աշխատել դուրս գալ։ Հիմա ես ինչ փորձեցի անում, քանի որ ես երկար տարիներ աշխատել էի նաև ոչ միայն ծառայության մատուցման ոլորտում, այլ նաև ընկերություններում, օրինակ Ջումագում։ Ես փորձեցի այդ ոնց որ կորպորատիվի ներսի recruitment-ի ու agency recruitment-ի մոտեցումները միքսեմ իրար։ Ու այդ մոտեցումներից մեկը, որ հիմա իմ թիմն էլ շատ լավ գիտի, ես էլ շատ լավ գիտեմ, ամենակարևորը դու հասկանաս այս ընկերությունը ինչա ուզում, որովհետև նույն հաստիքը նույն տիպի ընկերությունում կարող լրիվ տարբեր, նույն անունով, նույն ցանկով responsibility-ներով էլի հաստիքը կարող մի տեղ մի բան նշանակի, մեկ ուրիշ տեղ մեկ այլ բան։ Ու տանձի ձմերուկի խնձորի պատմությունն է։ Լրիվ տարբեր է, որովհետև յուրաքանչյուր կամպանիա ինքը գիտես ինքը սպეციფიկ մեծ քիմիա է։ Նայ, շատ ես իմ HR ուսանողներին ասում եմ, ժողովուրդ, եթե ապաներ չանեք, ասենք օրինակ, եթե մարդը նախկին ընկերությունից կոնֆլիկտով է դուրս եկել, ուրեմն ստեղից էլ աշխատանքից կոնֆլիկտով դուրս կգա, ոնց որ չկա տենց բան։ Ինքը այնտեղ մի հատ ուրիշ քիմիա էր, ուրիշ միքս էր, այստեղ ուրիշ միքս է։ Ու ոնց որ մեր խնդիրն է առաջնային этаպում այդ միքսը հասկանանք։ Ու այդ միքսը լավագույնս մեզ ասում է ոչ թե HR-ը այդ ընկերության, ոչ թե տնօրենը, այլ այն մարդը, ով որ անմիջական այդ մարդու հետ աշխատելու է։ Իր անմիջական ղեկավարը, աշխատելու է, իր անմիջական ղեկավարը, իր թիմակիցը եւ այլն։ Ոստի մեր ամենակարևոր этаպը, այսինքն իր ցավերը պետք է այդ նոր եկող մարդը ոնց որ բուժի։ Հա, հասկանա, օրինակ մենք եղել է, որ շատ երկար ենք համոզել ընկերությանը, որ մեզ հնարավորություն տա անմիջական ղեկավարի հետ շփվելու։ Այսինքն պայմանական դու պետք է քո թիմում մարդ ես ուզում, բայց այդ մեզ request-ը տա Եվան։ Մենք Եվային լսում ենք, որպես HR ներկայացուցիչ, իր պահանջները լսեցինք, հասկացանք, իրան մեր հարցը թերթով լրացրեցինք, անցանք, բայց ասում ենք նաև մեզ պետք է նաև Խաչատուրի հետ խոսել, որ ոնց որ ինքը իր գլխի մեջի քո ասած ձմերուկի պատկերը մեզ հնարավորինս փոխանցի, որ կարողանանք այդ մարդուն գտնենք։ Որովհետև հիմա, այսինքն հիմա չէ, էլի վերջին արդեն 10-15 տարիների ընթացքում բոլորս խոսում ենք, որ ուղղակի լավ գործ անելը հերիք չի։ Այսինքն կարևոր է համագործակցությունը, կարևոր է դու քո աշխատանքի մեջ ինչքանով ես կազմակերպությանը օգնում եւ այլն, մնացած բոլոր որակները։ Ես այս հարցը սկզբից պետք է տայի, բայց հիմա տամ։ Ինչու՞ ես դու չեմպիոն։ Ինչու՞ ես չեմպիոն։ Մենք պայմանավորվել ենք, որ դու այդ հարցը չես տալու։ Լավ։ Չգիտեմ, մտածել եմ երկու պատասխան ունեմ։ Այստեղ գալուց ես մտածել։ Հա, որովհետև դե լսեցի, որ տալի։ Ես իմ տնային աշխատանք արել եմ, քո ոդկասթները լսել եմ։ Երկու պատասխանի շուրջ էի տատանվում, տենց էլ չընտրեցի, արի երկուսն էլ ասեմ։ Մենք կընտրենք, քվեարկենք։ Հա։ Մեկը երևի սովորացնելու, որովհետև այս ընթացքում Մագնուսում 400 ուսանող ենք ունեցել, ով որ մեր HR ու recruit-ի կուրսերը անցել է, կուրսեր, workshop-եր եւ այլն, այս վերջին 4 տարվա ընթացքում այդ լուրջ թիվ է, էլի ինձ համար հաշվի առած, որ ինչքան է Երևի մոտ 25-ից 35% ռեֆերալ են, այսինքն իրար ուղղորդելով են գալիս մարդիկ, էլի։ Հա, այս վերջերս էինք, այս տարեվերջան ամփոփումից այդ թիվը գտանք։ Երկրորդն է, որ ես ինքս շուրջ 15 ընկերությունում HR սիստեմա ու թիմեր եմ ձևավորել ու հիմա իրանք հաջողակ են։ Ու բռնացրել եմ ինձ դրա վրա, որ ինչքան էլ հոգնած լինեմ, եթե ես ինչ-որ բան պետք է բացատրեմ, համատեղ աշխատեմ եւ այլն, լավ է ստացվում։ Եվ եթե սովորացնելու, որտեվ այն մարդիկ, ովքեր որ ինձ հետ սովորել են, փայլփլում են հիմա,
մասնագիտորեն եւ կյանքում էլ այդ իմ համար լավ ցուցանիշ է։ Մեկը էդ էի մտածում։ Մյուսը մի քիչ ոչ դիվանագիտական պատասխան է, բայց ինձ թվում է բան։ Մենք թեք ենք նստել եւ շիտակ ենք խոսում։ Ինձ թվում է բանի, ազնվության, թափանցիկության, իսկականության, ասենց շիտակության, ավելի դրա, հա։ Մի բա այդ գիտես երբեր երևի Մագնուսը սկսելուց մի տարի հետո, երբ որ ես ինձ ահավոր լավ էի զգում, որ ես CEO եմ, բան, ես վերջն եմ կամպանիայում սկսել եւ այլն, հետո հասկացա դրա դարձու ցավ է իսկական։ Մի բա ինձ թվում էր ոնց որ այդ ղեկավարումը կամ էկոսիստեմում փոփոխություն անող մարդը պարտադիր պիտի երկաթի կտոր լինի, քարի նման տենց պատերը կոտրելով գնա առաջ։ Հետո երբ որ շատ ձախողեցի, լիքը անգամներ հասկացա, որ չէ։ Այդտենց չի աշխատում, էլի չես կարող դու անընդհատ հաղթես ու որ տենց լիքը fail սկսեցի անել, իմ համար տենց աուտենտիկ իսկական անին սկսեցի գտնել ու իրան սիրել։ Հիմա երևի անընդհատ բոլոր մեսեջներում այդ կոմունիկացիայում կլինի ոդկասթի ժամանակ քո հետ շփվելուց կամ օրինակ եթե աուդիտորիայից մեկը հարց է տալի, քիշս այդ օրն էլ ինչ որ ինձ հարց տվեցին մի տեսության մասին, ասի որ չգիտեմ, մի հատ կարող է բանան եք ուղարկեք ես էլ կարծեմ հա էլի լինքը գցեք նայեմ ծեր պարտադիր չի էլի քո իդեալականակագույն կերպարը լինես որ ընդունելի լինես կամ սիրելի լինես կամ փոփոխություն անես լրիվ հնարավոր է լինել թույլել ներողվածել հոգնածել բայց մեկը քո գործը անել դանդաղ շիտակության չեմպիոն ես Հա, երևի, տենց այդ երկուսն էի մտածում, դու ընտրի որ երկրորդն ես ընտրում, որտեղ այն առաջինը իհարկե շատ լավ է, բայց երկրորդը ավելի կարևոր է։ Հա, օքեյ։ Իմ համար մեր դիտողները ինձ թվում է առանձին քվեարկություն կամ փակ քվեարկություն կանեն, իդեպ դիտողների համար չմոռանանք հիշեցնել, որ 2025 թվականի հոբելյանական Digitech-ը տեղի ունենալու հոկտեմբերի 10-ից 12-ը Meridian Expo կենտրոնում բոլոր աստղերը հուշում են, որ ֆանտաստիկ մեծ ու ահռելի ազդեցիկ միջոցառում ենք ունենալու, արդեն իսկ դրա ձայնը լսումը չես պատկերացնի, որը մի 5-10 զանգ եմ ստանում։ Ես թվաց դուք հիմա ավելի խախանդ կլինեք, որ չէ, կսկսվել է։ Ես արդեն թիմը ասում է, բա Digitech-ին ինչ է կանել, ասում ժողովուրդ։ Ձեր տեղը չկա, մենք տվել ենք ուրիշ։ Մենք մի կամպանիա ենք էլի։ Այս տարի նախատեսել ենք 300+, նախորդ տարի 200+ էր, այս տարի 300+ ու մոտ 50 պետքա լինի ու ուզում ենք որ բոլոր տեխնոլոգիական եւ հարակից ոլորտները ներգրաված լինեն ֆեստենք անելու, կոնֆերանս, թոք, հաբ, չես պատկերացնի ինչեր ենք նախատեսել։ Այդ լավ է որ ասում ես, որտեվ ես գիտես ինչն էի անցած տարվանից հետո մտածում, որ այդ չգիտեմ ոնց իրան ավելի ճիշտ ձևակերպեմ, այլ շատ ոչ թե մեսեջը ձեզ, այլ ովքեր որ մասնակցում են, մասնակիցներին, որ ավելի պրոդուկտային ու ծառայությունային experience բերենք, էլի, այսինքն այդ fancy, հա, որտեվ այդ fancy հավես բաները լավ են, այդ չգիտեմ 3 անգամ թռի եւ ունեցի շոկոլադ, այդ լավ է, այդ չգիտեմ օրինակ եմ բերում։ Մեր մոտ էլ մենք էլ այնքան ինչ ասես չէինք մտածել, հենց Մագնուսին ասեմ, որ մեզ քննադատեմ, որ ինչ որ ոչ մեկի չնեղացնեմ, բայց իմ ներսի հայացքով էլի, այս արժի մենք որ մասնակիցներից հաշվի առնենք, որ ավելի լավ է սենց պահես կոնցեպտի մեջ իրան, core, որ թեկուզ թող քո տաղավարին մոտենա 3 հոգի, օրինակ չնստես չի լինում, բայց թեկուզ թող մոտենա 3 հոգի, այդ 3 հոգին թիրախային հենց քեզանով հետաքրքրված են ու հաստատ այդ ֆենսիությունն ու բանը, այդ հավեսությունն ու մասնագիտական լրջությունը կարելի է միքսել իրար։ Ոնց որ ես իմ համար որպես դաս այդ եմ վերցրել, որ մենք ավելի թիրախավորված հանդես գանք, ավելի նենց experience-ներ, փորձառություններ մտածենք, որը որ HR-ի հավաքագրման եւ HR կրթության շուրջ է, օրինակ։ Շատ հետաքրքիր բան էր, ոնց որ ասում եմ, մեսեջեր մեր ապագա մասնակիցներին, իսկ ինչ մեսեջ կտաս մեզ կազմակերպիչներին։ Կազմակերպություններին։ Չէ, կազմակերպիչներին։ Կազմակերպիչներին։ Մեր թիմին։ Լսի, դե քանի որ մենք իրար հետ եւ HR club ենք հիմնել եւ in-house ոնց որ ներքին HR սիստեմա ենք գծել որոշ ժամանակ եւ Digitech ենք կազմակերպել, ես դες են շատ
Ոնց ասեմ, տնավարի եւ մերոնքական եմ էլի վերաբերվում ու տենց հիմա տենց կդժվարանամ ինչ որ խորհուրդ տամ թե ինչ լավացնեք եւ այլն, կուզենամ որ ձեզ մոտ շտապօգնությունների այցերը վերջում քիչ լինեն, որ դուք առողջ մնաք եւ բանը չհոգնեք, չսպառվեք իվենթից առաջ, կուզենամ ձեր էներգիան պահեք բան տեղում ու մեկ էլ կուզենամ պահեք ձեր անհատական մոտեցումը, որովհետև օրինակ քեզ առանց դեժես կամերաների մոտ էլ չլներ, կասեի դու էլ սենյակում չլներ, կասեի ամբողջ դիջիտեկի ընթացքում ամենաթեժ ժամանակ չի եղել որևէ անգամ ես զանգեմ քեզ Սարգսին կամ Եվային ու դուք հեռախոսը զանգին չպատասխանեք կամ առնվազն 5 րոպեից չզանգեք, ասեք ինչ կա, ոնց լուծենք ու լուծեք։ Չգիտեմ այդ ոնց եք անում, բայց շնորհակալություն դրա համար եւ դա պահեք։ Ասիստենտ ունի։ Մեկ էլ սկսում այդ հոլոգրաֆիկ խաչատուրը քայլել չէ։ Այս տարի դեպ անել ենք հոլոգրաֆիկ, բայց ոչ խաչատուրին, այդ գաղտնիքը չբացեմ, բայց մա հետաքրքիր բան ենք մտածել։ Արդեն ինչ որ լիքը մոտիվացնում ես։ Մի հատ հարց կարում ես քեզ տամ։ Դե որ դու ինձ այդ հարց տվեցիր, դու ինչի չեմպիոն ես Խաչատուր ջան։ Գար այս հարցին ինչ պետք է պատասխանեի։ Ես ինչի չեմպիոն է։ Հա։ Ես բան չհասկացա։ Կղզու ասում եմ։ Կղզու։ Բայց արի ես պատասխանեմ։ Հա։ Կղզու չեմպիոն։ Նայ, չեմպիոնը որպես երևույթ դա այն մարդը, որը հաղթել է ինչ որ բան։ Հա։ Ես ամբողջ կյանքս փորձում եմ հաղթեմ մեկին։ Հարցնեմ ում։ Դե ինքդ քեզ, հա։ Բայլու։ Հա, ինքդ քեզ։ Որտեվ երբ որ դու քեզ հաղթում ես, ուրիշ ոչ մեկ չկա, որին նույնիսկ պետք է մտածես, որ հաղթես։ Այդտենց մի քիչ էջարական ասեցի, բայց լսի չէ, էջարական չէ, մի քիչ էգզիստենցիալ ասեցիր, մտածելու տեղ է տալիս, հա։ Ուրիշ տարբերակ չկա, որտեղ երբ որ դու գնում ես ինչ-որ մեկերին հաղթելու, դու մոռանում ես քեզ։ Դու քեզ պարապացնում ես, եթե խոսում ենք, ասենք, չգիտեմ, ֆիզիկական սպորտաձևերի մասին, խոսում ենք ինտելեկտուալ սպորտաձևերի մասին։ Օրինակ ես սիրում եմ շախմատ խաղալ ու կրվել։ Կրվել, որպեսզի տեսնեմ, թե այդ մարդը կամ օնլայն էլի, օֆլայն քիչ չեմ հասցնում, ժամանակը չի թողում։ Հա։ Բայց ասում եմ, ինչ որ էս ոնց էր էսի մտածել։ Ու այդ process-ների ժամանակ դու սովորում ես ու դու սովորում ես առաջին հերթին քեզ մշակելով, տաշելով, կրթելով, ձևափոխելով ու եթե դու չես ձևափոխվում, դու մնում ես այդ քո ասած այն դրակոնի պես, դու պրոստը տենց արդյունքում կրվում ես կյանքին, դու պարտվում ես կյանքին, որտեվ մարդկանց հետ պետք չի մրցել։ Ինքդ քեզ։ Իսկ եթե դու գտնում ես ու ես գտել եմ, այն ամենավոխերիմ հակառակորդը, այդ ես եմ, որտեվ դու քո հզորությունները դու քեզնից լավ գիտես, նո մյուսներից լավ գիտես։ Այդ նոր ես գտել, թե ինչ որ։ Նոր գտա։ Հա, նոր գտար։ Սկսեցի գտնել։ Չէ, ինչ որ breakthrough պահա եղել, որ դրան եկել։ Ոնց դու շատ սահուն եկավ էլի, զգացում եմ, որ այդ process-ը անցել է մեջով այդ լիքը անգամներ։ Շատ եմ փնտրել, մի 5 տարի երևի 8 որովհետև դու պրոստը չես կարա առանց քեզ ամենօրյա հաղթելու բան լինես։ Դու լինես ու դու քեզնից գոհ լինես։ Հա։ Ես չգիտեմ դու բաների մեջ հա, այտենց մենք խոսեցինք չէ՞ նոր hiring-ի մասին, աշխատանքի եւ այլնի։ Ես համ այտենց աշխատանքային process եմ, համ բիզնես ունեմ, համ բիզնես process-ների մեջ եմ։ Հա, բոլոր հայացքներից նայել ես։ Բոլոր ուղղություններում կամ եղել եմ ու հələ կլինեմ ու իմ համար կարևորը ամեն օր ավելի լավը լինել ու ամեն օր մի բան ավել անել, թե քո, թե թիմի, թե ընկերության, կազմակերպ Digitech-ի, ամենաշատը Digitech-ի համար, որովհետև այդ քո հաջորդ этаպը։ Ու մարդը տարին տարի վրա չի մեծանում, գիտես, չէ՞, տենց որ ասում են ծնունդը դա այս տարի մի տարի մեծացել է։ Իրադարձությունից իրադարձություն, հա։ Ժամից ժամ։ Ժամից ժամ։ Podcast-ից podcast։ Հա, ճիշտ է, համաձայն եմ։ Քո միտքը հաստատ ինչ-որ բոլտիկ փոխում է, էլի։ Ցանկացած ակտ, որ դու ոնց որ միտքես տանում, փորձառությամբ ես կիսում եւ հետ ստանում, այդ քեզ մի քիչ ավելի վերև է տանում կամ ներքև, նայած թե ինչ գործողություն ես անում։ Կավացա պատասխանը։ Հա, դաժե ինչ որ առումով ինձ թվում է լրացրեցինք էլ իրար, որովհետեւ ոնց որ քոնը դու ասում ես հաղթելու մասին, ինքնաճանաչման մասին, ես էլ ասում եմ այդ ինքնաճանաչման этаպների հետ հաշտ լինելու մասին,
Իս թվում է քեզ կկանչեմ մենք HR podcast-ի մեջ, գիտեմ ինչ թեմա կմտածենք, ես ոնց կապենք HR-ին, բայց կզրուցենք HR-ին կապենք, որտեղ համ ես գործատու եմ, համ ես ուզում եմ ասել համ էլ գործ տվող եմ, այս կտրեք էլ ինչ որ ձև, չէ՞ լավ չկտրեք թամը։ Համ ես գործատու եմ, համ ԱՏԶՄ-ն է ինձ գործատու, ու տես մի քանի տեսակի հարաբերություններ կան ու HR-ական կտորը միշտ ժամանակին հատկապես երբ որ հիշես այնտենց հին թվերին HR-ին կադրավիկ էին ասում, տողրաժի կադրերի բաժնի պետ, կադրավիկ։ Այսինքն աշխատանքային պայմանագրից կազմող, կնքող, ստորագրող, բան, արձակուրդայինները հաշվող։ Հա, թղթաբանական կողմը։ Որը համոզմունք ունեմ, որ HR-ը դա չի ու շատ մեծ համոզմունք ունեմ, էլի։ Ու իդեպ, այս մասով մի հատ հարց ճիշտ է, դու շտապում ես, բայց այս կարևոր է։ Ինչ ես կարծում, ընկերության հիմնադիրը կամ մեծ պրոյեկտի թիմ լիդը ինքը կարող է ունի այս քիլերը, նոր որ նկարագրում է, չէ, որ մարդը պետք է իր ցավերը կոպիտ ասած ասի, որի հիման վրա դու մարդ գտնես, չէ։ Ընկերության ղեկավարը, բիզնեսի հիմնադիրը կամ, չգիտեմ, CEO-ն կարող է ինքը իրանով գտնել են մարդկանց, թե անպայման պետքա դիմի մասնագիտական, այսպես ասած, ծառայություններին, ընկերություններին կամ հենց իրանց ընկերության մեջի HR-ին։ Մարդ ունենա, հա, առանձին։ Ինքը իրանով կկարողանա, այսինքն բիզնեսի հաջողության գրավականը առաջին հերթին թիմն է, եթե այլ կարծիք ես պահին դու չունես։ Չեմ կարող ունենամ, որովհետև հա, թիմը ինքը հիմնակարային նշանակություն ունի համ հաջողության, համ ձախողման մեջ։ Իդեպ, ես էլ եմ վերջերս վերջի մասնագիտական ինսայթներից ա, ոնց որ հաջողության համար բոլորը կանգնում են, ոնց որ ծափարությունը բոլորին է, բայց ձախողումները հիմնականում այդ գնդակը շպրտվում է մենեջմենթի կողմ ու ոնց որ հա դրա մասով ավելի լավ բան կա, ասում հաջողությունը 1000 տեղ ունի, պարտությունը 1000 տեղ ունի։ Չէ, հակառակը հաջողությունը 1000 տեղ ունի, պարտությունն է անտեր։ Հա, այդ է։ Այսինքն հիմնականում եթե ձախողեցինք ղեկավարներն են, եթե հաջողեցինք բոլորս ենք, բայց ես տոտալ այդպես չեմ մտածում, ձախողման էլ հաջողման էլ հետևում կանգնած է թիմի յուրաքանչյուր մարդ այդ մասով։ Իսկ բանը արդյոք այդ HR-ի դերը կարա ստանձնի ղեկավարությունը, այսինքն կազմակերպության հիմնադիրը կամ ղեկավարը նայ դե ստանդարտ HR-ը մենք գիտենք, այսինքն այդ կադրային գործը դեռ եւ միշտ էլ կլինի HR-ը ճիշտ է գնալով ավելի ավտոմատացված, բայց կլինի մարդկային ռեսուրսների կառավարման կտոր, հետո մարդկանց հավաքագրելը, հետո մուտքը ու միջև վերջին էտապ իր զարգացումը, այսինքն այս ունենք։ Հիմա ապագայի HR-ը մարդկանց մոտ հուզական կայունությունը ամրապնդելու մասին է, անորոշությունը քչացնելու մասին է, արդյունավետությունը դուրս բերելու, սնելու մասին է, հա, այդ բանը տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ թիմը տանելու մասին է։ Այս ամեն ինչի եմ ասում, որ տեղից կա հիմնակարային մի հատ ֆունկցիա, որ HR-ը պիտի անի, դա արդյունավետորեն մարդկանց հավաքագրի եւ պահպանի, մի հատ էլ ավելացել է այն, ինչ որ գալիս է հետո մեր վերջին փոփոխությամբ պայմանավորված։ Կարա սա ինչ որ մի մարդ անի, այո, կարա հիմնադիրը անի, իհարկե կարա, տնօրենն էլ կարա։ Պերմանենտ, ուղղակի ключевой տեղերի համար։ Հա, գիտես, բայց քիչի կարա անի, ոնց որ եթե միայն դրանով զբաղվի, կարա անի։ Բայց ես հաճախ իմ հիմնադիր founder ընկերներին թեքում դե պատկերացնում ես ինչքան շատ արդեն ձևավորված ընկերություններ եւ հարազատ կապեր կան, ասում եմ ես չեմ ասում, որ դու դա չես կարող անել, ուղղակի հաշվի առ, որ ինչ որ этаպից, եթե դու սկսես ամբողջովին զբաղվել մարդկային ռեսուրսների կառավարմամբ, քո մնացած կտորները կտուժեն։ Այդ ինչ որ պահը թվեր կա, ասենք, քանի հոգանոց թիմում արժի արդեն դիմել պրոֆեսիոնալ սերվիսի օգնության, այդ էլ շատ ինդիվիդուալ է ու տարբեր, բայց ինձ թվում է ամեն կազմակերպության ղեկավար ինքը այդ պահը կհասկանա։ Վատա, երբ որ ուշացած են դիմում մարդկային ռեսուրսների կառավարման ֆունկցիան օժանդակության։ Լիքը դեպքեր կան, երբ որ սխալով գալիս են Մագնուս, գալիս ասում են HR-ը վատն է, HR-ը fail արել, ձախողել է եւ այլն, ուտեղ գիտես ինչ հարց եմ տալիս, իսկ ոնց եք գործի ընդունել այդ HR-ին։ Իսկ ինչ level-ի մասնագետ եք ունեցել, որովհետեւ եթե դու գործի ես ընդունում ուղղակի լավ աղջիկ կամ լավ տղա, լավ էր էլի խոսում 15 րոպե հարցազրույց արեցի, ընդունեցի գործի։ Ու դու էլ ժամանակ չունես իրեն ամեն օր կրթելու եւ զարգացնելու դեպի մարդկային ռեսուրսների կառավարում, ժամանակ կամ ռեսուրս չունես, որտեղից այդ մարդը հաջողի։ Այ ամենա ոնց որ տարածված սխալներից մեկը այն է, երբ որ ուշ են դիմում,
երբ որ արդեն ինչ-որ բաներ կոտրվել է ու շտկելու կարիք կա։ Ուշ ամենաշատը ինձ մոտ եղել է 21 տարվա ընկերություն, որ այդքան տարիների ընթացքում ընդհանրապես մարդկային կառավարման դեպարտամենտ չի ունեցել, բայց ունեցել է 100-ից ավել անձնակազմ։ Ինչ լուրջ դիագնոզ է։ Հա, ու ինքը իրականում ֆունկցիան առանձին չի եղել, ուղղակի HR-ական ֆունկցիան բաշխված է եղել տարբեր ղեկավար ուղղակի ներկայացուցիչների միջև։ Ու մեկ էլ մի օր իրենք հասկացել են, որ այդ մարդիկ չեն կարող ուղղակի երկու ձեռքով այդքան թել պահեն, բայց շատ էլ սխալներ է, էլի։ Մենք միշտ գերադասում ենք այն պրոյեկտները, երբ որ սկզբից մեզ դիմում են, ասենք մենք ի սկզբանե իրար հետ համակարգները դնում ենք։ Իսկ այնտեղ որտեղ որ պետքա գնաս ուղես ու ինչ-որ բաներ շտկես, բնականաբար շատ ավելի դժվար է։ Դե բայց հետաքրքիր։ Ես կգամ քո ուզում ասել հոդվածին ոդկասթին։ Քանիսն անձի 7-ը։ Հա, 7 տարի դու գնա։ Հիշեցնում եմ մեզ հյուրեր եկել Անին Մերուժանի, Magnus HR ընկերության հիմնադիր եւ տնօրենը։ Շնորհակալ եմ Անի, շատ հետաքրքիր ու ծավալուն զրույց ստացվեց։ Դու էլ ինձ հարց չունես։ Ես շատ հարց ունեմ, բայց կպայեմ իմ ոդկասթին, որ իմ ոդկասթն էլ լավ լինի, Խաչատուր ջան։ Քեզ էլ մերսի, քո ճփվելը իսկականից բաներ, քո ուզած ձևով էլի ծուր նստեցինք, շիտակ խոսեցինք, մերսի շատ, քեզ էլ լավ շարունակություն եւ Digitech-ում եւ ոդկասթում եւ բոլոր նախաձեռնություններում։ Իսկ մեր նախաձեռնությունները գնալով շատանում ու շատանում են։ Ես էլ եմ շնորհակալ։ Լավ է։ Մերսի։